պրոբացիայի ծառայությունը անելիք չունի տեսաուղերձ հրապարակել, չհրապարակելու հարցում, այլ դա որոշողը քննիչն է։ Ասելով, որ դա որոշողը քննիչն է, դատարանը արձանագրել է, որ այս պայն նման թույլտվություն առկա չէ, քանի որ երբ մենք քննիչին դիմել էինք դեռևս հունվար ամսին, այնուհետև փետրվար ամսին, այնուհետև մարտ ամսին, մենք նման թույլտվություն չէինք ստացել։ Եվ դատարանի կողմից, երբ արձանագրվեց այդ մեխանիզմը, հաջորդ իսկ օրը 2026 թվականի մարտի 18-ին իմ կողմից ներկայացվել էր նման դիմում միջնորդություն, որ այդպիսի թույլտվություն ստանանք, քանի որ դատարանի որոշմամբ է նման կարգ սահմանվել։ Եվ այնպես է ստացվել, որ դատարանի որոշմամբ, երբ արձանագրվում է որոշակի կարգ, այն դուրեկան լինի, այն հաճելի լինի, թե ոչ, ստիպված այն պետք է պահպանես։ Այդ նույն հաջողությամբ, երբ դատարանը օրինակ տնային կալանքը ապօրինի կերպով երկարաձգում է, դրա դեմ պայքարելու մեխանիզմը բողոքարկումն է, բայց այդ ընթացքում չես կարող օրինակ կալանքը վերացնել սեփական ցանկությամբ կամ նախաձեռնությամբ։ Մենք դիմեցինք քննչական մարմնին, եւ երբ այսօր գործադիր իշխանության ղեկավարի կողմից նորից արձանագրվեց, որ իբր նման սահմանափակում չկա, դա հերթական մանիպուլյացիան էր եւ հանրությանը մոլորեցնելու փորձը, քանի որ հենց այսօր այդ հայտարարությունից ժամեր անց քննչականը բավարարել է մեր միջնորդությունը եւ բավարարել է հենց այն տրամաբանությամբ, որ հենց ինքն էլ որոշողը եղել է։ Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը բառերի համար անձին, ազգային բարերարին, Սամվել Կարապետյանին, ով նաեւ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահն է, այլևս շուրջ 10 ամիս հետապնդման ենթարկելը, կարծում եմ հենց վախի առաջ